Տիկին Ազարյան Սամվել Կարապետյանի թիմից նոր սոցհարցումների տվյալներ են հրապարակել, համաձայն որի Սամվել Կարապետյանը, որը չնայած չի կարող մասնակցել ընտրություններին որպես վարչապետի թեկնածու, բայց 34% հավանություն ունի ժողովրդի շրջանում եւ գերազանցում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 1%-ային կետով եւ ինչպես գնահատեք այս գնահատականները ընդդիմությունը ձեզանին արդեն շրջանցել է, որովհետեւ նախկինում վարչապետը թեկուզ քիչ տոկոսներով, բայց համարվում էր առաջին գործիչը ըստ սոցհարցումների, նույնիսկ ընդդիմադիր սոցհարցումների։ Հիմա մեր ձևովները նշում են, որ արդեն հաղթահարել են այդ բարիերը։ Շնորհակալ եմ, շատ ճիշտ նյուանս ընդգծեցիք, որովհետև նկարների առումով այդ աբլոշկա կոչվածը, որտեղ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի, գործող վարչապետի նկարն էր եւ կից Սամվել Կարապետյանի նկարը, այստեղ պիտի նշենք, որ անկեղծ չեն եղել այն քաղաքացիների հետ, որոնց շրջանում այս հարցում նստեության կատարվել է, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, իբնե Եվ արդեն իսկ այստեղ fail է այս հարցում կոչվածը, բայց անդրադառնալով հիմնական հարցադրմանը, տեսեք 2 օր է, ինչ ամբողջ մամուլում եւ ընդհանրապես օկտատերերի շրջանում արձանագրվել է, կարելի ասել գաղտնազերծվել կամ բացահայտվել է մի դրվագ, որտեղ շատ հստակ արտացոլվում է մի պատկեր, որ տարբեր օկտատերեր առաջին տպավորությամբ, առաջին հայացքից թվում է թե իրենց դեմքերով, ոչ fake էջերով, թվում է թե մեկնաբանություններ են թողնում, բնականաբար դրական իմաստով եւ շեշտադրմամբ Սամվել Կարապետյանի աջակիցները, հա, աջակիցների այսպես ասած, այս տրամաբանության ներքո, բայց այնտեղ մի հատ փոքրիկ նյուանս կար, ինչ որ sense trigger նկատեցինք, որ այդ օկտատերերը կարծես ստացել էին հանձնարարական իրենց այսպես ասած գործատուից մեկնաբանությունները, այո, ոչ միայն, նաև ենթադրում եմ հատուկ կա համակարգող այս բլոկը մեկնաբանությունների դաշտը լցնելու տեսանկյունից եւ տարբեր օկտատերեր այս շատ հետաքրքիր ալգորիթմ էր աշխատել, օկտատերերը թողել էին մեկնաբանություններ եւ չգիտես ինչու, չգիտես ինչպես, մեկնաբանություններից առաջ որոշակի թվեր կային, դիցոք 200, այո, հերթականություն էր պահպանվել, այդ ինտերվալը թե ով ենթադրում եմ թե ով երբ պիտի մեկնաբանություն գրի, ով ումից հետո պիտի գրի եւ այսպես կոդավորած, որպեսզի իդենտիֆիկացնեն ըստ էության այս օկտատերին, ինչը շատ զավեշ տալի է իսկապես, եթե ընդհանուր առմամբ տեսնում ենք այս պատկերը, մեկ այլ զավեշ տալի կտորել այն էր, որ երբ արդեն իսկ միջազգային մամուլներ անդրադարձ կատարել Սամվել Կարապետյանի որդու բոլորին վերջերս հնչեցրած մի քանի մտքերին, հատկապես մի մտքի, որը մեղմ ասած տարակուսելի էր, եւ ես խորհուրդ կտա իրականում Սամվել Կարապետյանի որդուն առիթից օգտվելով իհարկե անդրադարձ չի կատարի այս թեմային, բայց մինչ որևէ նախարարություն բացելու առումով հանդես կգանա այս նախաձեռնությամբ, ես կարծում եմ, որ այն կուտակած հարստությունը, որին ընդհանրապես տիրապետում են, ինքը իր ընտանիքի անդամները լավ կանեին ներդրում անեին եւ օրինակ էթիկայի դպրոց բացեին իրենց եւ իրենց մերձավոր հա շրջապատի մերձավորների համար, որովհետեւ կարծես թե էթիկայի տարական կանոններին չի տիրապետում Սամվել Կարապետյանի որդին եւ կարծում եմ այս ներդրումը իօգուտ կլինի, հա, որոշակի փոքրիկ չնչին գումարներ դնել եւ էթիկայով սեփական անձի էթիկայով զբաղվել, այն էլ հարցազրույցում բազմիցս կրկնում էր իր տարիք, որ 33 տարեկան տղամարդ է եւ խորհուրդ է տալիս այսպես անել, այնպես անել։ Ես կարծում եմ Չերխանգարի սերով պայմանավորված թիրախավորումը, որը հնչեց եւ կոնտեքստից իդեպ ես գիտեք ինչ եմ հիշել իդեպ, երբ բոլորին վերջերս մի գաղտնազերծված ձայնագրություն, որում բարձրաստիճան պաշտոնյա պատգամավոր բարձրաստիճան հոգևոր, հա, պաշտոն զբաղեցնող Բագրատ Գալստանյանը երկար ժամանակ ասում էին եւ իրենց աջակիցները ընդդիմադիր թեւը պատգամավորներ ասում էին կոնտեքստից կտրած բաներ եք այստեղ մեջ բերում, երբ խոսում ենք այն մասին, որ պատերի տակ գյուլելու
կտոր կա տեսանյութում, ինչը խիստ տարակուսելի եւ անընդունելի դատապարտելի է, ասում էին կոնտեքստից կտրված է, ոչ թե վերաբերում է մարդկանց, խնդրում եմ ուշադրություն դարձնել այս ձևակերպման, այլ խոսքը վերաբերում է դասալիքներին, շարքային քաղաքացուն վերաբերելի, այսպիսով լեգիտիմացնում էին process, որը պարզապես մարդուն սպանելու մասին է, եւ ես ակամայից հիշել եմ 2 օր առաջ այդ կտորը համեմատականներ տանելով, երբ Սամվել Կարապետյանի որդին գոնե փորձեր իրավիճակը փոքր-ինչ մեղմել, հարթեցնել ծայրերը, նա նույնիսկ ներողություն չի խնդրել իր երկրորդ տեսանյութով, եթե չեմ սխալվում, մի բան էլ ասած կոնտեքստից կտրած է, ինչքան էլ կոնտեքստից կտրես, մի բառը բերես տեղափոխես այստեղ կամ չտեղափոխես, եւ որքան էլ մենք ծայրից ծայր միտք ենք լսում, մենք լսում ենք բովանդակություն, նախադասություն, որտեղ հստակ հնչում է ձևակերպում, որը խիստ անընդունելի է եւ դատապարտելի։ Ամբողջական հարցազրույցներ են նայել, որևէ կոնտեքստից կտրած բան չկար, բայց վերադառնալով Տիկին Նազարյան, իմ հիմնական հարցին դուք նկատի ունեք, որ fake-ին հիշատակելով նկատի ունեք վերադառնալով այդ հարցադրմանը ես բաց կթողնեի ասել սա, նաև նկատեցինք երեք, եթե չեմ սխալվում, նկատեցինք եւս մի զավեշտալի կտոր, երբ տարբեր օկտատերեր առավել բարձր տարիքում, դիրքավորված 50-50-անց կանայք տղամարդիկ անգլերեն մեկնաբանություններ էին թողնում իրար հետևից եւ այսը շատ արհեստական, խիստ արհեստական էր թվում եւ այն ձևակերպումները, որոնք տրվում են եւ միջազգային մամուլում արդեն տեղ գտած այս վերնագրերը, որոնք շատ իսկապես շատ ամոթալի են եւ այնպես չի որ դրական լույսի ներքո էին ներկայացրել եւ մեկնաբանություններն էլ ընդ որում ես կարդացի, որոնք Հայաստանից չէին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից չէին, ես կարդում էի զուգահեռաբար օտարազգի օկտատերերի մեկնաբանություններ, որտեղ վստահաբար դրական երանգավորում չկար։ Տիկին Նազարյան, դուք նկատի ունեք այդ օկտատերին շեշտելով նկատի ունեք, որ այդ հարցումը եւս ես կարծում եմ 34% պատկերը գեներացրել են այս կներեք բառիս համար այս փուչիկի այս վակուումի մեջ, որտեղ տարբեր անձինք իրենց մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ եւ կեղծված հարցում իհարկե կեղծված են այդ արդյունքները, որովհետեւ երբ համեմատականներ, զուգահեռներ ենք տանում այն պատկերի հետ, ինչը տեսնում ենք մենք վիրտուալ հարթակում, այսինքն ամբողջ Facebook-յան հարթակում մեկնաբանությունները կոդավորված էին, սա եթե խայտարակություն չասենք, շատ զավեշտալի էր։ Եվ Տիկին Նազարյան ընդդիմության մյուս թևը, օրինակ Սերժ Սարգսյանը, եւս դատարանից դուրս գալուց հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանն էր ասուլիս կազմակերպել, տարբեր մտքեր են կենտրոնացրել նախկին նախագահները, Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ բացառիկ հնարավորություն կա մեծ դաշինքներով բլոկներով հանդես գալու ընտրություններում, իսկ ավելի հակասական բան հնարավոր չէր լսել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, կապենք իրար, որովհետեւ Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ անհնար չէ, բայց շատ դժվար է պատկերացնել, որ ընդդիմությունը կարողանա այդպիսի բլոկներ կազմավորել։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանը եւս խոսեց, որ գիտեք կան անձնական։ Տեսեք, նախ սկսենք այնտեղից, որ ինչն էր հակասական եւ խիստ իրարամերժ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը սկզբում չգիտեմ սա պորտկում էր թե չէ, ասաց իհարկե ես չէի ուզի հարցումների արդյունքում ես լինեի լիդերը քաղաքացիների շրջանում, ոչ թե ընդհանուր վարչապետի, այլ իրենց կուսակցության մեջ ում է տեսնում քաղաքացին որպես լիդեր, որպես առաջին համար, եւ նա հետեւյալ բառը կիրառեց իր խոսքի մեջ, եթե չեմ սխալվում, մոտավորապես հետեւյալն էր, ասաց իհարկե չէի ուզի մտնել այս բեռի տակ, բայց եթե քաղաքացին որոշել է, որ դաշինքի առաջին համարը ես պիտի լինեմ, ես մի կերպ հաշվի կառնեմ եւ կարծես այսպիսով մի հատ ռուսերեն բառ կա, ադալժենի անում է հայ ժողովրդին ինքը, բայց մյուս կողմից էլ նա նշում է, որ գիտեք կան միջանցքային հարաբերություններ ձևավորված, կան որոշակի կնճռոտ հարցեր, չպարզած հարցեր, որոնց արդյունքում բնական է դառնում, որ դժվար կլինի
մեկ այլ կուսակցությունների հետ, պայմանական ես ենթադրում եմ, որ խոսքը հանրապետական կուսակցության մասին էր, որ հազիվ թե նրանք համագործակցեն այս դրամաբանության մեջ։ Մյուս կողմից էլ լսելով Սերժ Սարգսյանին գրեթե խոսույթը չի փոխվում, նույն բանի մասին էին խոսում, տարբեր փաթեթավորմամբ իրականում։ Չէ, տարբերությունն այն է, Տիկին Ազարյան, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է մեծ բլոկներով հնարավոր է, բացառիկ հնարավորություն կա մեծ բլոկներով կոնսոլիդացիաներով գնալ ընտրությունների, Սերժ Սարգսյանը բացառում է այդ հավանականությունը, ասում է ավելի քիչ հավանական որ միավորվեն։ Նոր բան չի ասել ինչ իմաստով Սերժ Սարգսյանը, որ նախորդ ընտրություններին էլ 21 թվականին, եթե հիշում եք, ինչպես նաև Գյումրիի ընտրություններին, ամբողջ ընթացքում քողարկված տարբեր նոր հին սկսնակ դեմքերի միջոցով ասում էին մենք ոչ ոքի հետ կապ չունենք, մենք ինքներս հիմա այս ցանկանան թե կմիավորվեն։ Եվ ընդ որում Ռոբերտ Քոչարյանը բնավ չվարանեց եւ ոչ էլ շրջանցեց այս հարցը եւ կարելի ասել գրեթե ուղիղ տեքստով ասաց, որ քանի որ գրավիչ է եղել եւ էֆեկտիվ, այսպես ասած, այդ փորձը, նրանք ամենայն հավանականությամբ նաեւ կկիրառան դա անհրաժեշտության դեպքում, նա չի վարանել եւ ուղիղ ասել է ըստեյության իր ասուլիսի ընթացքում այս մասին։ Բայց տեսեք ուժեղ Հայաստան կուսակցությունը, որ ձևավորվեց Սամվել Կարապետյանի գլխավորած պետք է ասել երևի ղեկավարած, միգուցե ոչ թե գլխավորած։ Որի առաջին համարի մասին դեռ շատ միստիկ ինչ որ բան են փորձել ստեղծել տպավորություն։ Իրենք կարծեք թե հայտարարում են, որ միայնակ են գնալու, հետեւաբար ստացվում է, որ Քոչարյանի ասած լայն կոնսոլիդացիաները չեն ստացվի եւ Ես ենթադրում եմ սա նույն դրամաբանությամբ մեսիջն էր Քոչարյանի, ինչ որ մեկ տարի կամ մի քիչ ավելի շատ առաջ ամբիոնից իրենց այսպես ասած հանրահավաքներից մեկի ժամանակ ասում էր այ պետք է հոգևորականները շարժում նախաձեռնեն, իրենք լսելի են, իրենք պիտի որևէ բան նախաձեռնեն եւ ժողովրդին տանեն իրենց հետևից։ Ես ենթադրում եմ նմանատիպ մեսիջ նա հնչեցրեց այն քաղաքական ուժերին, որոնց հետ փակ դռների հետևում առնվազն չունի հիմա դիալոգ, երկխոսություն չունի։ Ես ենթադրում եմ փոքրիկ շեշտադրմամբ նա փորձեց այդ մեսիջը հնչեցնել, ուղղել տարբեր քաղաքական ուժերի, բայց հաշվի առնելով օրինակը, որ բերեցի, ինչ հետևանքներ ունեցավ, այն հոգևորական, բարձրաստիճան հոգևորականներին ինչպիսի կոչնա հնչեցրեց եւ ցավոք կարծես թե գնացին որոշներ այս կոչի հետևից, տեսանք թե ինչ դուրս եկավ։ Տիկին Ազարյան վերջում ընդդիմությունը խոսում է միավորումների մասին, ընդդիմությունը սցենարներ քննարկում է եւ վարկանիշեր է նաեւ սոցհարցումներ է հրապարակում, դուք ինչ կասեք, իշխանությունը ինչ սպասումներ ունի եւ արդյոք հնարավոր համարում է, որ հետընտրական կոալիցիաների անհրաժեշտության կարիք կլինի։ Եկեք թվերով չպատասխանեմ այս հարցին, թվերից դուրս մի քիչ գուցե փիլիսոփայական ստացվի այս պատասխանը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնապես պիտի ասեմ եւ ամենայն պատասխանատվությամբ, որ չկա մի համայնք Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ մենք մուտք գործենք, հենց հիմա տեսախցիկն անջատենք եւ գնանք որևէ համայնք, պայմանական, որտեղ կուզեք, դու ձեր առաջարկությամբ, չկա մի համայնք, որտեղ շինարարության ձայն չլսվի։ Չկա մի համայնք, որտեղ մշակույթի տուն կառուցված չլինի, մեկում սպորտ դպրոց կառուցված չլինի, մյուսում մանկապարտեզ, մյուսում դպրոց, մյուսում ճանապարհը բարեկարգված լինի, մյուսում եկեղեցի տանող ճանապարհը բարեկարգված լինի, մյուսում հատուկ պահպանվող տարածքը, մյուսում հուշարձանները խնամքի, որոնք խնամքի կարիք ունեն, ստացած չլինեն։ Եվ ես կարծում եմ, որ այն ամբողջը ինչ ես նշեցի եւ վստահ եմ, որ կան բաներ, որոնք մոռացա նշել, ժողովուրդը տեսնում է, համայնքի բնակիչը տեսնում է եւ ոչ միայն համայնքի բնակիչը, այնինչ նշում եմ Երևան քաղաքում էլ ըստ էության այս պահին տեղի ունենում 300 առիթից նաեւ օգտվելով պիտի ուրախությամբ ասեմ, որ 300 դպրոց ծրագիր ավարտին է առաջիկայում հասնելու եւ այս ամբողջ թիվը, եթե թվերի մասին ենք խոսում, ծածկում ենք այս թիվը, 500 մանկապարտեզները եւս ավարտին է մոտենում եւ բարձվում է, որ մենք եւս 300 դպրոց կառուցելու անհրաժեշտություն ունենք առաջիկայում հիմնանորոգելու։ Նաեւ առաջիկայում սեպտեմբեր ամսին ակադեմիական քաղաքի արդեն դուրս ենք եկել բոլոր փուլերից, համագործակցություն սկսվելու է սեպտեմբեր ամսից շինարարական աշխատանքների մեկնարկն է
տրվելու, եւ ես կարծում եմ այնինչ արվում է ոչ միայն այլ ռեֆորմները մեր բուն ատեստավորումը ամեն երրորդ ուսուցիչ ատեստավորված է համարվում այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք կարող ենք ասել, որ հաջողել է ծրագիրը, գիտության ոլորտում 200 միջինում 200%-ով բարձրացել է աշխատավարձը։ Մենք կարող ենք 5, 10, 15, 20 տարի հետ գնալ, նման ցուցանիշ չենք գտնի որևէ տեղ սևով, սպիտակին ամրագրված։ 85%-ով բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը ոլորտում։ 4000 ուսուցիչ վերջին 1 տարվա ընթացքում մուտք է գործել համակարգ։ Ես կարծում եմ, այս թվերը շատ ցցուն են, խոսուն են եւ այնինչ անում ենք եւ նաեւ գալով ամենավերջին մեր ռեֆորմներ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որը աննախադեպ ֆանտաստիկ է, թե քանի շերտ է ներառում հասարակության քանի խումբ եւ ծառայությունների ինչպիսի փաթեթ եւ ինչպիսի մեծ գունապնակ է պարունակում։ Ես կարծում եմ, որ տեսնելով սա եւ օգտվելով, ընդ որում նաեւ թիրախավորվեց երկար ժամանակ այս միտքը, որ 65+ եւ տարիքի քաղաքացիների համար, մեր հայրենակիցների համար այդ 10,000 դրամով չբարձրացրիք, չեք բարձրացնում թոշակը, բայց այդ նույն քաղաքացին ամեն օր իմ շուրջը իմ բարեկամը, իմ տատիկը, իմ հարևանը օգտվում են այն ծառայություններից, որի համար նախկինում օրինակ վարկային միջոցներ պիտի ներգրավեին, որպեսզի կարողանային օգտվել այս ծառայություններից։ Աննախադեպ է այն ծավալը, որը տեղի է ունենում դրական իմաստով այսօրերին, եւ ես կարծում եմ, որ կարիք չի լինելու, ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ կարիք չի լինելու հավելյալ աջակցող գործիքների, այս դեպքում եթե անուն ընդնում ենք կոալիցիա, չի լինելու դրա կարիքը եւ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։